Մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմել լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքի։ Բարև ձեզ, սիրելի քաղաքացիներ, այս տեսանյութի պատճառը, եթե կուզեք, որոշ չեկիստական ուժերի լկտիացումն է, հանդուգն լկտիացումն է կարելի ասել, եւ նպատակը սաստելն է, որպեսզի այդ ուժերը հանդուգն լկտիությունից հանկարծ լպիրշության սահմանը չհատեն։ Ու կամ եթե այլ վերնագիր կուզեք այս տեսանյութի վերնագիրը կլինի այսպես. իրականում ձեզ է պետք ուղղել հարցը, հարգելի չեկիստական ուժեր։ Այսպիսով, շվեյցարահայերի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր հետևյալը. մենք պետք է հասկանանք, թե ոնց է եղել, որ 1939 թվականին ցեղասպանության հարց չի եղել, իսկ 1969 թվականին ցեղասպանության հարց եղել է։ Այս հարցը իր տակ շատ հստակ միտք ունի, մեծ հաշվով, սիրելի քաղաքացիներ։ Իսկ միտքը հետևյալն է. մեր վրա իշխանություն հաստատած սովետական միությունը ինչի է մեզ 39 թվականին արգելել սգալ ցեղասպանությունը, իսկ 69 թվականին արդեն խրախուսել է սգալ ցեղասպանությունը իր ուզած մեթոդոլոգիայով։ Ինչի է դա տեղի ունեցել։ Էս էր հարցը ու էս էր այդ դրվագի իմաստը մեծ հաշվով։ Մենք ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Դրանից հետո բոլոր այսպես չեկիստական ամբողջ աստղաբույլը, իդեպ շատ կարևոր է, որ ինչպես ակնհայտ, ակնբախ չեկիստական աստղաբույլը, այն կարմիր դրոշակը ձեռքերին կանգնածները, այնպես էլ տենց մարան մտածները, էլի, որ միշտ չի որ դրոշակը առնում ու դուրս են գալիս փողոց կարմիր մայիսի 1-ին։ Բոլոր խմբերը, բոլոր հնարավոր խմբերը այս թեմայով ակտիվացան ու սկսեցին վարչապետին մեղադրել ցեղասպանության ուրացման, դավաճանության, սրիկա լինելու, դավաճան լինելու, թուրք լինելու ու նմանատիպ բաների մեջ։ Իսկ իրականությունը գիտեք որն է, որ դավաճանը, ապազգայինը ու այդ մնացած բոլոր էպիտետների կրողները հենց այդ ուժերն են։ Մի պարզ պատճառով, որովհետև այդ ուժերը ներկայացնում են ինտերնացիոնալ չեկիստական համակարգ, իհարկե հիմա կասեք այդ երկիրը չկա, այդ համակարգը չկա, վստահեցնում եմ ձեզ, երկիրը գուցե չկա, բայց համակարգը միանշանակ կա, ու այդ մարդկանց գոյությունը ու քաղաքական դաշտում լինելը դրա վառ ապացույցն է։ Հիմա այս չեկիստական ինտերնացիոնալը ինչ է ասում։ Մեկը դերասանական վարպետությամբ գնացելա Ծիծեռնակապերտից ասենց բան դեմքը ընդունել, տխուր դեմքը ընդունել, շատ ասում է, ոնց կարելի է կասկածի տակ դնել։ Այն մեկը մի ուրիշ տեղ է ելույթ ունի, ասում ոնց կարելի է կասկածի տակ դնել, միայն ոչ հայը կարա կասկածի տակ դնի։ Իսկ իրականությունը հետևյալն է, որ այդ մարդիկ ընդամենը փորձում են թույլ չտալ, որպեսզի Հայաստանի քաղաքացիները տան հետևյալ հարցը. ինչի է Հայաստանի Հանրապետության վրա իշխանություն հաստատած սովետական միությունը հայ ժողովրդին, հենց ցեղասպանության զոհերի անմիջական ժառանգներին, ցեղասպանությունը վերապրածներին, սկզբում արգելել սգալ ցեղասպանությունը, իսկ հետո թույլատրել ու խրախուսել իր ուզած ձևով։ Նախ եկեք հասկանանք, սա բարոյական բան է տեղի ունեցածը մեր հետ։ Այդ անողները բարոյական, մարդկային, համամարտկային որևէ արժեքի կրող են, թե ոչ։ Այն որ ցեղասպանությունը տեղի է ունեցել, դա անքննելի է ու դրա ընդհանրապես այստեղ հարց չկա։ Ցեղասպանության իրականացնողի հարցով էլ հարց չկա։ Բայց որ այդ ցեղասպանությունից հետո ցեղասպանություն տեսած մարդուն, ցեղասպանության ժամանակ իր մորը, հորը, իր զավակին կորցրած մարդուն արգելվել է սգալ ցեղասպանությունը։ Դա բարոյական է, թե ոչ։ Էս է հարցը։ Երբ որ սովետական միությունում դու չէիր կարող ինչ-որ մի հատ, չգիտեմ, էսե գրեիր այն թեմայով, թե ինչպես են սպանվել օրինակ քո ծնողները ցեղասպանության ժամանակ, դա չէր հրատարակվի ուղղակի։ Դա չէր հրատարակվի։ Ու ոնց է լինում, որ դա արգելվում է։ Մի պարզ պատճառով սովետական միությունը այդ տարիներին ուներ փայլուն հարաբերություններ Թուրքիայի հետ։ Ու այդ փայլուն հարաբերությունների ժամանակ
հայ ժողովրդին արգելվել է արտահայտել իր հույզերը։ Արգելվել է ամենապարզ մարդկային բանը՝ սգալը։ Սգալը իր պատմության մեծագույն ողբերգությունը։ Իսկ դրանից հետո, երբ արդեն Թուրքիայի հետ հարաբերությունները վատացել են սովետական միության, հայ ժողովրդին խրախուսվել է սգալը։ Ու սգալը այն ձևով, որը որ պետք էր սովետական միությանը։ Այսինքն ճիշտ հասկանանք, էլի, մեր պապերին արգելվել է, մեր պապերին, մեր ծնողներին, եթե մեծահասակ են ծնողները, արդեն խրախուսվել է։ Նախ մի հատ հասկանանք ինչ է նշանակում, որ մարդուն արգելում ես դա սգալ։ Ոնց կարա դա ինչ-որ բարոյական արժեհամակարգում տեղավորվի։ Ոնց է դա առհասարակ հնարավոր։ Ու ոնց կարա այս թեմայով ինչ-որ մի խոսակցություն, երբ որ դու ուզում ես, որ այս թեմայով խոսակցություն բացես, դառնա ինչ-որ բանի առարկա, այսպես պարսավանքի առարկա։ Երբ որ այդ չեկիստական ինտերնացիոնալի վառ ու հանդուգն ներկայացուցիչները սկսեն ասեն, այ դուք ուրացողներ։ Հասկանում եք, մարդիկ, ովքեր սպասարկում են մեր պապերին սգալը արգելողների շահերը, ասում են դուք ցեղասպանության ուրացող եք, դուք ապազգային եք։ Ավելի ապազգային բան, քան չեկիստական ինտերնացիոնալն է, ես երբեք չեմ տեսել, ոչ մի պատմության դասագրքում եւ ոչ մի ուրիշ տեղ։ Եվ պարոնայք ուտիկներ, դուք այդ չեկիստական ինտերնացիոնալի վառ ներկայացուցիչներն եք։ Դուք բարոյականությունից զուրկ եք, որտեղ ձեր բարոյականության սահմանները ու ձեր բարոյականության բոլոր նիշերը ռանգավորված են ձեր այդ չեկիստական ուսադիրների աստղերի քանակով։ Էդ է ձեր բարոյականության շեմը։ Ու լկտիությունը դուք պատկերացրեք, որ երբ որ օրինակ պետք է ամաչի, մարդը տեխնիկապես, որ ինքը ծառայում է այն ռեժիմին կամ այն սիստեմին, որը որ մասա կազմել դրան։ Ինքը լկտիաբար բան է անում, հանդգնություն է վերցնում իր վրա, որպես ասի, այ դու ոնց ես բացում այդ հարցը։ Ոնց ես բարձրացնում այն հարցը, որ քո բաներին, քո օրինակ պապ ու պապին արգելել են սգալ ցեղասպանության վրա, իսկ օրինակ քո պապին թույլատրել են։ Ոնց ես այդ հարցը բարձրացնում։ Ինչ իրավունքով ես դու քեզ թույլ տալիս այդ հարցը բարձրացնել։ Լավ են արել։ Լավ են արել մեր ավակ չեկիստ ընկերները, լավ են արել, չեն թողել, դու իրավունք չունես այդ հարցը տաս։ Ու ես զարմանում եմ ուղղակի, որ գտնվում են մարդիկ, ովքեր որ այս բանի հոսանքի տակ են ընկնում, էլի մեկ-մեկ։ Ժողովուրդ ջան, ցեղասպանությունը դա մեր պատմության մեծագույն ողբերգությունն է։ Բայց ամենավատն այն է, որ մեր ողբերգությունը ցեղասպանության փաստով չի ավարտվել։ Մեր ողբերգությունը շարունակվել է, քանի որ մեզ արգելել են սգալ մեր ողբերգությանը։ Ասեմ ավելին, մեր ողբերգությունը շարունակվում է նաև հիմա, քանի որ մենք ունենք այսպես որոշակի էլիտա կամ էլիտայի նման մի շերտ, որը շարունակում է ծառայել այն ուժերին, ովքեր որ արգելել են մեզ սգալ մեր ցեղասպանության վրա, երբ որ իրանց շահերին դա ձեռնտու չի եղել, ու խրախուսել են սգալ, երբ որ դա իրանց շահերին ձեռնտու է եղել։ Դա իմ բարոյական արժեքներին դեմ է, հարգելի ընկերներ։ Դա իմ բարոյական, իմ ազգային, իմ քաղաքական ընկալումների շեմից դուրս է։ Ես չեմ կարա դրան դրական վերաբերմունք տամ։ Ես չեմ կարա այդ նարատիվը պաշտպանեմ, ես չեմ կարա ասեմ մի խոսեք այս թեմայով, եթե դուք ուզում եք խոսեք այս թեմայով։ Բայց մարդիկ կան, որ դա է իրանց հենց շեմը, թե քաղաքական, թե ազգային, եւ թե ինչ ամենակարևորն է, բարոյական։ Ու այդ բոլոր մարդկանց պետք է ընդհանրապես ցույց տալ իրանց տեղը ու շատ հստակ հասկացնել, որ հարգելի, ավելի ճիշտ ոչ այդքան, հարգելի քաղաքական գործիչներ կամ գործիքներ, դուք ինքներդ ինչպես ձեզ կանվանեք, դա արդեն մեծ հաշվով ձեր որոշելիքն է։ Դուք առհասարակ կարծիք թելադրող չեք։ Ու որքան էլ որ ձեզ տհաճ լինի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տալու են այդ հարցը, թե ինչու էր Հայաստանում
բնակվող սովետական իշխանության տակ, բայց Հայաստանում բնակվող հայերին արգելվում սգալ ցեղասպանությունը, երբ որ դա ձեռնտու չէր սովետական միությանը։ Եվ ինչու էր հետո Հայաստանում սովետական իշխանության տակ ապրող հայերին խրախուսվում սգալ ցեղասպանությունը, երբ որ դա ձեռնտու էր սովետական միությանը։ Ու սիրելի քաղաքացիներ, ես ձեզ հիմա խնդրում եմ մաքսիմալ տարածել այս տեսանյութը ու նաև մաքսիմալ խոսել այս թեմայով, որովհետև ես նորից եմ ասում, չեկիստ ինտերնացիոնալի վառ արտահայտված գործիքները տարատեսակ, մեկ ավելի վառ դերասանական արվեստով, մեկ ավելի վատ դերասանական արվեստով, փոքրինչ լավ չեն պատկերացնում ժամանակի ու տարածության մեջ իրենց տեղն ու դերը, ու մեծ հաշվով մտածում են, թե սա այն 39-ն է, հենց 39 թվականն է, երբ որ իրանք կարային ինչ-որ մեկին արգելեին ու հայ ժողովրդին հատկապես արգելեին խոսել ինչ-որ մի թեմայից, իսկ ինչ-որ մի թեմայից չխոսեին։ Հայաստանի քաղաքացիները խոսելու են այն բոլոր թեմաներից, որոնց մասին որ ուզում են խոսել։ Որքան էլ որ դա ձեզ կամ այն համակարգին, որին որ դուք ծառայում եք, դուր չգա, հարգելիներս, բայց նորից եմ ասում, անպայման տարածեք այս տեսանյութը ու նաև շատ կարևոր է, անպայման ֆիքսեք բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր մանիպուլացրել են վարչապետի խոսքը, այս թեմայով բացած վարչապետի խոսակցությունը նկարագրել են որպես ցեղասպանության ուրացում ու փորձել են այդպես ներկայացնել ձեզ, որովհետև վստահեցնում եմ ձեզ, այդ մարդիկ իրենց մեծամասնության մեջ բնականաբար այնտեղ եղել են մարդիկ, որ ուղղակի այս առաջի տարերին են հավատացել, հա, այսպես այդ մարդկանց հանած մի կողմ ովքեր սա միտումնավոր են արել, ես վստահ եմ դուք այդ ամեն ինչ շատ լավ հասկանում եք։ Այդ մարդիկ փորձել են ընդամենը շարունակել իրենց չեկիստ նախահայրերի գործը։ Էդ է, ուրիշ բան այստեղ չկա։ Ու սիրելի քաղաքացի, ես վստահ եմ, որ քո բարոյական ու ազգային արժե համակարգը եւս համահունչ է իմինի հետ։ Ու դու եւս գտնում ես, որ չի կարող նորմալ համարվել, երբ որ մեր պապերին արգելվել է սգալ իրենց հարազատների կորուստը ցեղասպանությունը։ Ու չի կարող նորմալ համարվել, որ այդ նույն կայսրությունը, որ մեր պապերին արգելել է, խրախուսել է արդեն մեր պապերին սգալ, որովհետև դա իր շահերի ձեռնտու է եղել։ Ես վստահ եմ, որ քո բարոյական ու ազգային արժե համակարգի մեջ եւս չի կարող տեղավորվել այն հանգամանքը, որ մենք մեր ողբերգությունները պիտի սգանք կամ չսգանք ինչ որ մի կայսրության պահի քաղաքական շահով պայմանավորված մեր ողբերգությունները, դրանք մեր ողբերգություններն են։ Ու մենք ենք դրանցով ապրում, մենք դրանցով ծնվում ենք մեծ հաշվով։ Ու սրա հետ ոչ մի բան չես կարող անես։ Բայց եւ սրա հետ զուգահեռ մենք Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացիներ ենք։ Ու չեկիստները Հայաստանի անկախ հանրապետությունում չեն թելադրում, թե ով ինչ հարցեր բարձրացնի, ով ինչ հարցեր չբարձրացնի։ Կարող եք նաև սրա մասին զեկուցել վերադասներին, պարոնայք։